Արդեն գիտեմ, որ Ջիվանը գործը պրավալա տվել։ Ամեն ինչից չի որ տեղյակ ես Սեմ։ Ջիվանը Շավոյին ասպանել։ Ինչ ասեցիր Սերգո։ Հիմա պետք է մտածել ոնց ներկայացնենք, որ Ալոն Շավոյի սպանությունը չկարանա կապի հիվանդանոցում տեղի ունեցածի հետ։ Եկեք տուն կխոսանք։ Ջիվանը Շավոյին ա խփել։ Էդ ուրոդը հարազատ քրոջս տղուն ա սպանել։ Հիմա ինքը շատ շուտով կհասկանա ինչա նշանակում հարազատներ կորցնելը։ Գնա վերացրու դրա հարսին ու թորանը, հենց հիմա։ Սեթո գնա հրամանը կատարի։ Չէ, Սեմ, մենք չենք կարող դա անել։ Որովհետև Կազումյանները երեխա ու կին չեն սպանում։ Դու մի խառնվի, սա քեզ չի վերաբերվում։ Վերաբերում է։ Որովհետև եթե դու դա անես վտանգի տակ ես դնում մեր երեխաների կյանքը։ Ջիվանը մեզ դա չի ների։ Ջիվանը դիակ է։ Բայց մինչև դու չես դրել այդ դիակը հողի տակ չես կարող նման ռիսկի գնալ։ Նա պրոֆեսիոնալ մարդասպան է։ Եվ սպառնացել է, որ կսպանի մեր երեխաներին, եթե իր թորան ու հարսի գլխից մի մազ անգամ ընկնի։ Բայց հարցի մյուս կողմն էլ կա։ Եթե մենք դա արեցինք, կդառնանք իզգոյ։ Նույնիսկ մեր մտերիմները մեզ չեն վստահել։ Դու արդեն տեղյակ էիր Շավոյի մասին։ Տեղյակ էի։ Ջիվանը ինձ զանգել ու ասել էր, որ դու Շավոյին ուղարկել ես, որ իրան սպանի։ Նրա հարսին ու թորանը սպանելով Շավոյին հետ չես բերի։ Բայց մենք կարող ենք ուրիշ խնդրի առաջ կանգնել, եթե լորդը փրկվեց։ Նա տեսել է Ջիվանին։ Եվ Ջիվանը կարող է ասել, որ հրամանը դու ես տվել։ Ես ատին հետ համաձայն եմ։ Ջիվանի հարսն ու թորը մեր ստալոխովք են կլինեն, որ հանկարծ բերանը չբացի։ Ես պիտի խոսեմ քրոջս հետ։ Ասեմ Շավոյի մասին։ Կուրս եմ, որ զենք են կառել, ու հասկանում եմ ինչի համար կամ ում դեմ։ Դու մեր հետ ես։ Հա։ Բայց առանց ինձ ոչ մի բան չձեռնարկեք։ Կազումյանների դեպքում սա քայլերը սկզբից պետք է հաշվարկել։ Պայմանավորվեցինք։ Վստահ եմ, որ մի օրում ոչ մի նոր բան չենք իմանալու։ Ես էլ եմ այդպես մտածում։ Լավ, ես գնամ, եթե նորություն լինի, կզանգեք։ Լավ։ Սանչի թեմայով նորություն կա։ Ինչա որ։ Պարզվում է, թե համբալը $50,000 փող ա կրվել։ Այսօր է տարե փակվել է։ Դրա համար էր այդ ոչխարը գլուխներս հարթուքում Յանի Սեմի տղեն Դավոյին չի ճանաչում ինտերնետից է իմացել։ Հա, մի քանի ժամում կարծիքը փոխեց։ Ստե մի բան այն չի։ Զանգի դրան կանչի հանդիպան, բայց նենց արա բան չջոգի։ Ասա, Ռավ, Խոսալու բան կա շախ, թեման լուրջ է։ հասկացա, դու գնա ռեստորան ես հեսա գալիս։
Որտեղ է հիմա Շավոյի մարմինը։ Նույն տեղում։ Մեր տղեկից մեկին թողել եմ մոտը։ Պետք է անանուն զանգ անել ոստիկանություն, որ գնան գտնեն։ Սեթո զբաղվի այդ հարցով։ Դու ինձ չլսեցիր։ Շավոյին ուղարկեցիր, որ Ջիվանին սպանի։ Դու ես մեղավոր, որ Շավոն հիմա չկա։ Ես իրան չեմ ստիպել, այդ իրա անդրությունն էր։ Թե քեզ թվում է իմ սիրտը չի ցավում հարազատ քրոջ տաղու համար։ Բայց դու կարայիր փոխեիր այդ որոշումը։ Բայց չարեցիր։ Ես արեցի այն ինչ պետք էր, Վիգեն։ Ինչ ես խոսում, պապ։ Շավոն էլ չկա։ Վիգեն, հիմա ափսոսալու, զղջալու ժամանակը չի։ Պետք է մտածել ապագայի մասին։ Ապագայի։ Ինչ ապագայի մասին է խոսքը, Ինչ ապագայի մասին է խոսքը, որ մեր հարազատները հերթով մեռնում են։ Եթե չես կարողանում քեզ տիրապետել, գնաս տեղից։ Վիգենի համար հիմա ծանր շրջանս է։ Շավոն իրանց հետ է մեծացել։ Իսկ ինձ համար դժվար չի Սաթեն։ Պետք է կապվել Ջիվանի հետ։ Գարանտիաներ ստանալ, որ մեզ մեջքից չի խփի։ Զանգի դրան։ Ընտանիքս ազատության մեջ է Սաթեն։ Շուտով կլինի, բայց հարսդ ու թորդ իմ մարդկանց 24 ժամյա հսկողության տակ են ըլնելու։ Դրա կարիք չկա, Սեմ։ Ամեն ինչ կլինի նենց ոնց որ ասեցի, որ հանկարծ մտքովդ չանցնի Ավոյին ինչ-որ բան պատմել։ Մենք իրար հասկացանք։ Դու իմ հետ արդար չես վարվել, Սեմ։ Ես երբեք քեզ Ավոյի ձեռքը չէի տա։ Ես ընդամենը բիզնես է։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկ էլ հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ, Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բերանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վինիրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818
418-5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշքատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux գերարդիական կլինիկա 818-418-5555 Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Մի վստահեք ձեր Lemon Law-ի գործը ցանկացած փաստաբանի։ Վստահեք Lemon Law-ի մասնագետին։ Հարութ Թերզյանը Red Rock Law-ի իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է բացառապես Կալիֆոռնիայի Lemon Law-ի գործերով։ Ավտոարտադրողներն ունեն իրենց շահերը պաշտպանող փաստաբաններ։ Դուք եւս պետք է ունենաք։ Հարութ Թերզյանը վարել է ավելի քան 4000 Lemon Law-ի գործ, պայքարում է ավտոարտադրողների դեմ, իր հաջողորդների համար հնարավորինս մեծ փոխհատուցում ստանալու նպատակով։ Զանգահարեք Red Rock Law այսօր անվճար խորհրդատվության համար։ Սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը։ Ձեր բոլորի կողմից շատ սիրված հին ու նոր երգերի կատարմամբ։ Կենթանի հնչեղություն, գեղեցիկ կատարումներ, անմոռանալի երեկո։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը հենց հիմա այցելելով r.ticket.com։ Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում եւս մեկ անմոռանալի հայկական երեկո անցկացնելու համար։ Արեգում տղեկ։ Կանչել եք, ինչ կա։ Աբա չիմանանք այդ $50,000 քեզ որտեղից։ Չհասկացա։ Կուրսի ենք, որ գումարես խաղացել ու կրվել ես։ Հետո էլ տարել ես $50,000 փող ես փակվել։ Այդ փողը քեզ որտեղից։ Հա, բայց այդ հարցը խիած ես հետաքրքրում։ Կպատասխանես կիմանաս։ Աշոտն ա տվել։ Աշոտնովը։ Մանկական ընկերս։ Զանգի բարձրախոսը միացրա, որ համոզվեմ չես խաբում։ Տղեկ կբացատրեք ինչ այս ամեն ինչը նշանակում։ Կզանգես կիմանաս։ Զանգի ասում ենք, արա։ Հանգստացի զանգում եմ։ Հեռախոսս մաշնի մեջ է։ Գնա բեր։ Մի կրակետ մեզ մեռած պետք չի։ Նարկո շաուրի մաշնի մեջ ա եղել ու ամեն ինչ տեսել ա։ Եթե տղեկին հետս վերցրած չլինեի, հիմա տրոպ էի։ Մեր շատ ավելի դժվար կլինի դրանց ապացուցել, որ դու Արոյին բագաժնիկի մեջ դրած բերում էր հետս հանդիպման։ Հա։ Ինչ ենք անում շախ։ Կամ մենք իրանց, կամ իրանք մեզ։ Երրորդ տարբերակ չկա։ Մենք չենք սպասի, որ դրանք մեզ խփեն։ Ամենից շատ ավելի շուտ կլինի, քան դրանք պատկերացնում են։ Ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Կգա ժամանակը կիմանաս։ Հիմա գնա ու տղեկին պատրաստ պահի։ Շախ ճիշտ է, մենք ուժեղ ենք։ Բայց եթե Կազումյանների հետ կռիվ սկսեց, մենք մենակով դրանց դեմը չենք առնի։ Մենք մենակ չենք։ Գնա պատրաստվի։
Շնորհակալ եմ, որ եկար։ Հեռախոսով ասացիր, որ իմ օգնության կարիք ունես։ Հա։ Հիմա բարդ շրջան ա մեր ընտանիքի համար։ Ու դու ինձ պետք ես։ Կօգնեմ ինչով կարողանամ։ Պետք է հետս ելնես անընդհատ։ Բայց մի պայմանով։ Ոչ մի հարց չես տալիս։ Ինչ, ոնց, ով։ Ես քեզ վստահում եմ։ Բայց ոչ այն աստիճան, որ սաղ գաղտնիքները փռեմ դեմդ։ Պայմանավորվեցինք։ Պայմանավորվեցինք։ Դիակը շունն է հայտնաբերել, ու դեպքի վայրում գտնվող ոստիկանները պնդում են, որ հայտնաբերված Զոյի արտաքին տվյալները լիովին համապատասխանում են Ավոյի որդու Դավիթի տվյալներին։ Հեռախոսը բլոկ անգեն երկարած բացես։ 10-15 րոպե ժամանակ տվեք ամեն։ Բացի մենք միջով ծխենք։ Այո։ Մտածում ես օգտակար բան կգտնենք Սանջի հեռախոսի մեջից։ Համոզված եմ Վիկ։ Այդ փողը իրան պատահական չի տվել։ Հետո ինքը ճիշտը բացահայտվելուց այնքան էր վախում, որ պատրաստ էր դաժե մեզ սպանել։ Ես էլ դու էլ գիտենք այդ փողը Սանջին ով ա տվել։ Բաբային ապացույցներ ա պետք, կստանա այդ ապացույցները։ Վատ լուրով եմ եկել ավո։ Ասա ոնց կա ոչ մի բան մի տակցրում։ Ձոր աղբյուրի անտառներում դիակ են գտել։ Արտակինով նման է Դավիթին։ Հնարավոր է ինքը չի։ Ես կգնամ տեղում կճշտեմ, հետո կզանգեմ քեզ։ Միասին կգնանք։ Ռազը տեղյակ է։ Դեռ չեմ հասցրել ասել։ Մտածեցի առաջինը դու իմանաս։ Դու ամեն ինչ ճիշտ ես արել։ Ռազին կասենք երբ հաստատվի, որ նա Դավիթս։ Սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Էրիկ Կարապետյանի երկար սպասված մենահամերգը։ Ձեր բոլորի կողմից շատ սիրված հին ու նոր երգերի կատարմամբ։ Կենթանի հնչեղություն, գեղեցիկ կատարումներ, անմոռանալի երեկո։ Շտապեք ամրագրել ձեր տոմսերը հենց հիմա այցելելով r.ticket.com։ Հանդիպում ենք սեպտեմբերի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում ևս մեկ անմոռանալի հայկական երեկո անցկացնելու համար։ Մի վստահեք ձեր Lemon Law-ի գործը ցանկացած փաստաբանի։ Վստահեք Lemon Law-ի մասնագետին։ Հարութ Թերզյանը Red Track Law-ի իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկերն է,
որը մասնագիտացած է բացառապես Կալիֆոռնիայի Lemon Law-ի գործերով։ Ավտոարտադրողներն ունեն իրենց շահերը պաշտպանող փաստաբաններ։ Դուք եւս պետք է ունենաք։ Հարութ Թերզյանը վարել է ավելի քան 4000 Lemon Law-ի գործ, պայքարում է ավտոարտադրողների դեմ, իր հաճախորդների համար հնարավորինս մեծ փոխհատուցում ստանալու նպատակով։ Զանգահարեք Red Truck Law այսօր անվճար խորհրդատվության համար։ Ինչպես են համաշխարհային աստղերը մեկել հանկարծ երիտասարդանում։ Գաղտնիքը բացահայտված է եւ այժմ հասանելի է հենց այստեղ Գլենդելում։ Կորեական այս սարքը առանց վիրահատության ձգում եւ երիտասարդացնում է մաշկը ու կնճիռները չքվում են։ Այլևս ոչ մի սրսկում, ոչ մի կտրվածք եւ ոչ էլ վերականգնողական շրջան։ Միայն քուլուքսում, ոչ վիրահատական facelift բոլորովին անցավ։ Ընդամենը 20 րոպե հետո դուք վերադառնում եք աշխատանքի 20 տարի երիտասարդացած։ Սա իսկապես հրաշք է։ Զանգահարեք հենց հիմա 818 418 1111։ Քուլուքս, դուք նորից երիտասարդ եք։ Դենտալուքսը միջազգային մակարդակի ամենաառաջատար ատամնաբուժական կենտրոնն է Ամերիկայում։ Այստեղ են բերվել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հազվագյուտ են այսօր եւ այստեղ են ոլորտի լավագույն բժիշկները։ Գալով Դենտալուքս միանգամից կարվի եռաչափ 3D սկանավորում, որը ցույց կտա ձեր բյուրանի ամբողջական պատկերը, բորբոքումներ, լինդերի խնդիրներ, վնասված ատամներ, մի խոսքով ամեն ինչ։ Այստեղ է նաեւ գերժամանակակից լաբորատորիա, որտեղ անմիջապես կարող են պատրաստել ինչպես առանձին ատամներ, այնպես էլ ամբողջական ատամնաշար։ Իմպլանտներ, վնյուրներ, ընդբուրում ճշգրիտ, այնպես ինչպես եղել են ձեր բնական ատամները կամ ինչպիսին երազում եք ունենալ։ Մի խոսքով կարելի է մեկ օրում լուծել ատամների խնդիրները եւ վայելել կյանքը գեղեցիկ, ճերմակ, առողջ ատամներով։ Գիտեք ինչքան կարեւոր են ատամները առողջության համար։ Վերանում են անիմաստ գլխացավերը, լավանում է մարսողությունը, հետ է գալիս երիտասարդ զգացողություն։ Հետ մի գցեք։ Զանգահարեք հիմա 818 418 5555 կամ պարզապես այցելեք 229 North Central Avenue, Glendale, 2-րդ հարկ, Dentalux։ Ուղղակի հրաշք ատամնաբուժական կենտրոն, պետք էլ չի ժամադրություն։ Ուղղակի եկեք եւ մենք ձեզ կցուցաբերենք լավագույն խնամք։ Dentalux, գերարդիական կլինիկա, 818 418 5555։ Եվ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում է մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են մեդիկալ, մեդիկեյր եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Գնանք։ Բացվեց։ Հա, համարները նայեցի Կազումյաններից մարդ չկար։ Ոչ Սերգոյի, ոչ Վիգենի, ոչ Սեմի համարը։ Շավոնովը։ Կուրսի չեմ։ Վերջի մի քանի օրվա մեջ մի քանի անգամ խոսացել են իրար հետ։ Կարող է բարեկամներից է կամ տնեցիքից։ Հեսա կպարզենք։ Ալո։ Շավո դու ես։ Չէ, Շավոն չի։ Ով արծը։ Անունս Ռազա։ Ռազվիգենն է։ Բա Շավոն քո ի՞նչն է, որ իր հեռախոսին դու ես պատասխանում։ Շավոն աղբերս է։ Նա որ քուրիս տղան։ Կարամ հետը խոսամ։ Չէ, չես կարա։ Շավոյները գիշեր խփել են։ Դրա համար լեռոսի մոտ է։ Ո՞վ է խփել։ Չգիտեմ, բայց զբաղվում ենք այդ հարցով։ Ցավակցում եմ։ Մերսի։ Կարող է դու իմանաս Շավոն ինչ կապ է ունեցել Սանչի հետ։ Տեղյակ չեմ։ Սանչից հարցրեք, թող Սանչն էլ ասի։ Չեն կարա հարցնել։ Երեք Սանչը ավտոյի տակ անգե մեռել է, դրա համար եմ քեզնից հետաքրքրվում։ Շավոն 2 օր առաջ էր Մոսկվայից եկել։
Հետը չէ էլ հասցրել նորմալ շփվեի։ Չգիտեմ, գործերից էլ տեղակ չեմ, որ քո հարցերին պատասխան տամ։ Ես դու Սանչին գիտես։ Տեղը չեմ բերում։ Ես քեզ լսեցի։ Բայց կարող է պետք լինի հանդիպենք մի հատ այս թեմայով խոսանք։ Պրոբլեմ չկա։ Ո՞վ ոնց ես հասկանա։ Ստե հասկանալու բան չկա, ախպեր։ Ամեն ինչ պարզից էլ պարզ է։ Այս ամեն ինչի հետևը կանգնած են Կազումյանները։ Ովելով շավոյին խեն խփել։ Հետը թո իրանք պարզեն, ախպեր։ Եթե կհասցնեն։ Ալո։ Բարև ձեզ, Ռազմիկի հետ եմ խոսում։ Հա։ Ոստիկանությունից են զանգահարում, մայոր Սարուխանյան։ Ձեր հեռախոսահամարը մեզ մոտ որպես կոնտակտային անձ է գրանցված։ Չհասկացա ինչ կոնտակտային անձ, ինչի մասին է խոսքը։ Ճանաչում եք Դավիթ Սանոսյանին։ Ախպերս է։ Գտել եք իրան։ Ձորախբյուրի անտառներում մարմին են գտել, որը արտաքնապես նման է Դավիթին։ Խնդրում եմ մոտեցեք նույնականացում կատարելու համար։ Դուք հասկացաք ինչ ասացի։ Հա, հասկացա, կգամ, գալիս եմ։ Ինքն է։ Հա, ինքն է։ Սարք եմ ասում, մի շաբաթ 10 օր կլինի։ Գլխին կրակելով սպանել են։ Քրեական պատերազմների հերթական անմեղ զոհը։ Ավոյի տղայի սպանությունը դոմինոյի էֆեկտ է ունենալու։ Քրեական կլանների մեջ պատերազման խուսափելի է, Մանուկյան։ Ցավոք ճիշտ ես։ Դղեսա Մանուկյան։ Հասա խնդրում եմ։ Հա, Դավիթին։ Ես պիտենամ Դավիթիս։ Ճանապարհ տվեք։
Ha ha ha!